Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարտարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է հանուն Հանրապետության կուսակցության քարտուղար Արնոլդ Բլեյանը։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, վերջին 1-2 օրվա ընթացքում իմ համար անսպասելի բավական, այսպես քաղաքական խոսույթը գնաց մի քիչ այլ դրամաբանությամբ եւ այլ ուղղությամբ, որտեւ դադարեցին քննարկել, թե ինչպես եղավ, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից թեկուզ Վրաստանով Հայաստան հացահատիկ մուտք գործեց, փոխարենը հիմա քննարկում է, թե ինչ կարգիցորեն ներկրվեց, ուղղակի բոլոր են մարդկանց համար, ովքեր չեն հետևում քննարկումներին, ներկրվել է 4-րդ կարգիցորեն, որի հիմնական կիրառման այսպես դաշտը կամ ոլորտը անասնակերն է եւ հիմա քաղաքական դաշտի առնվազն մի մասը եւ լրատվամիջոցների բավական զգալի մասը քննարկում են, թե ինչու մենք անասնակերի դիմաց զիջումների գնացինք Ադրբեջանի, նախ ինչ զիջումների ես չգիտեմ, այս վերջին շրջանում ենք ինչ ենք արել, բայց ինչու հենց անասնակերի համար։ Գիտեք, եւ այդ քննադատների կամ քննադատապար քննարկողների զգալի հատվածը, որովհետեւ ընդհանրապես հետաքրքրված չէր, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրեր թեկուզ տարանցիկության սկզբունքով, որպեսզի որևէ բեռնափոխադրում գար Հայաստան եւ քանի որ այդ բուն փաստը արդեն իսկ խնդրահարույց է իրենց համար, հիմա իրենք քննարկում են, թե ինչու այդ ցորենը առաջի կամ երկրորդ կարգի չէ, այլ 4-րդ կարգի է, ես կարծում եմ պատվերը եղել է 4-րդ կարգի, հետեւաբար այդ բային 4-րդ կարգի ցորեն են ուղարկել, եթե հետագայում լինեն հաջորդ անգամ խնդրում եմ էլի առաջին կարգի ցորեն պատվեր։ Եթե հաջորդ անգամ լինի այլ կարգի պատվեր, ցորենի այլ կարգի պատվեր, ապա համապատասխանաբար այլ կարգի ցորեն կուղարկվի Հայաստան, նամանավանդ որ մենք գիտենք, որ բոլորին վերջերս արդեն իսկ քննարկվում է ղազախական կողմի հետ, որ իրենք պատրաստում են եւ պատրաստ են 15000-ից 20000 տոննա ցորեն մեզ ուղարկել, ես կարծում եմ դա շատ կարեւոր է։ Իհարկե Ռուսաստանի Դաշնությունն էլ շատ արագ արձագանքեց, ասեց մենք էլ կարող ենք ցորեն ուղարկել երկաթգծով էլի։ Այն որ ասում են արանքը փորձեց ճղել մտնել, լրիվ դա է Ռուսաստանի կողմից, դա այն Ռուսաստանն է, որը միշտ քննադատաբար էր մոտենում, ընդ որում շատ արժե անդրադառնալ նաև Մարիա Զախարովայի երեկվա հարցազրույցին, ճեպազրույցին, որի ժամանակ նա ասաց, որ դա տեղի ունեցավ մասնավորապես քանի որ այդ երրակողմ հանդիպումները 2022 թվականներին Ռուսաստանի ձևաչափով դրա արդյունքում էր, այսինքն դա ոչ թե Թրամփուղու կամ օգոստոսի 8-ի արդյունքներ, այլ նոյեմբերի 9-ի, 20 թվականի հունվարի 11-ի, 21 թվականի այդ երրակողմ հանդիպումները եւ հետագայում։ Դե իրենք կարող են բնութագրել դա այնպես ինչպես կարող են, դրանից արդյունքը կամ փաստը չի կարող փոխվել, բայց այն հանգամանքը, որ այո, մենք ունենք արդեն Ադրբեջանից եկող բեռներ, դեռ ոչ հենց սահմանով, բայց տարանցիկությամբ արդեն իսկ խոսում է, որ դեպ Ադրբեջանը փաստորեն առաջին քայլն արեց։ Եթե տպավորություն կա, որ Հայաստանը պետք է բացեր, Մեղրիով անցնող ճանապարհը, բայց մենք դեռ ճանապարհ չենք բացել, մենք առաջարկել ենք չեն էլ օգտվել, բայց արդեն իսկ Ադրբեջանը ցուցադրում է այդ քայլը։ Ես կարծում եմ այստեղ թերապես որևէ անհանգստանալու բան չկա, հակառակը, այսինքն անհանգստանում են այն մարդիկ, որոնք հասկանում են, որ դրանով նվազում է Ռուսաստանից կախվածությունը Հայաստանի, դա բնական է, որ ցորենի գնի վրա դա կարող է ազդել։ Մտավախությունը հիմնականում ձևակերպվում է այսպես, միգուցե Ռուսաստանից կախվածությունը թուլանում է ֆորմալ առումով, որովհետև միակ ցորենի միակ մատակարարը չի դառնում Ռուսաստանի Դաշնությունը, բայց անգամներով մեծանում է կախվածությունը արդեն Ադրբեջանից։ Դե եկեք ուրեմն Իրանի եւ Վրաստանի հետ մեր սահմանները փակենք, որ ընդհանրապես կախված չլինենք։ Մի հատ էլ միջուկային ռումբ ստեղծենք, դառնանք Հյուսիսային Կորեա եւ ապրենք։ Դեպսենք դրանք դա են առաջարկում։ Գիտեք, ասել, որ մենք բացում ենք սահմանը եւ Վարդան Օսկանյանը այդ փակ սահմանների պարագայում զարգանալու տեսլական է, այսպես դրա շարունակում է մնալ
ջատագովը դրա, որ Հայաստանը շրջափակման մեջ էլ կարող է զարգանալ, իսկ միջուկային զենքի ստեղծման համար երևի ձեզ հիմա կծափարի Հրանտ Բագրատյանը։ Ես հիշում եմ իր հայտարարությունները, չէ, իրականում դա անտրամաբանական է, ասել, որ փակ սահմանը դա հօգուտ Հայաստանի Հանրապետության է, դա նշանակում է, որ Թուրքիան արդեն այսքանի տարի իր սահմանը փակում է հօգուտ Հայաստանի։ Ընդ որում, երբ նա փորձում է ինչ-ինչ քայլեր անել այդ ուղղությամբ եւ Ադրբեջանը դիմադրում է դրան, փաստորեն Ադրբեջանն էլ է աշխատում հօգուտ Հայաստանի, որովհետեւ նա չի ուզում, որ հանկարծ Հայաստանը մեծ կախվածության մեջ ընկնի Թուրքիայից կամ Ադրբեջանից կամ որ Թուրքիան գա մեզ օկուպացնի, գրավի, ինչպես դա են իրենք բնութագրում։ Դա այնքան հեռու է։ Իհարկե, գիտեք, տնտեսական առումով, առևտրային առումով կան ինչ որ ռիսկեր, բայց կան շատ ավելի մեծ հնարավորություններ, ընդ որում նույն Աճեմօղլին, ես հիշում եմ, որ իր հարցազրույցում հենց անդրադարձել էր այդ հարցին եւ ասել էր, իհարկե կան ռիսկեր, դա նորմալ է, որովհետեւ բնականաբար որ այնտեղ կլինի մրցակցություն, այստեղ արդեն մեր մաքսատուրքերը պետք է աշխատեն, դա շատ նորմալ երկրների միջև հարաբերություն է, որը Հայաստանը միակը չէ, բայց Աճեմօղլին ասաց, որ այն արդյունքները եւ այն հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան հնարավոր ռիսկերը այդ փակ սահմանից։ Հիմա եթե մենք Իրանի հետ սահմանը փակենք, Հայաստանը դրանից կշահի, թե չէ։ Ունեցում տեսանկյունից։ Հա, ճիշտ է, իրենց տեսանկյունից կշահի, որովհետեւ օրինակ հնդկական զենքն այլևս չեն կարողանա մենք մտցնենք Հայաստան, կամ Վրաստանի հետ սահմանը փակենք, ֆրանսիականը չեն կարողանա ներկրել, սա ես խոսում եմ զուտ ռազմական տեսանկյունից, բայց մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ շրջանառություն է տեղ ունենում Իրանի եւ Վրաստանի հետ սահմաններին, եւ այս դեպքում հակառակը, որպեսզի Հայաստանը ել ավելի հզորանա եւ ուժեղանա, մեզ պետք են բաց սահմաններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մեզ պետք են կառավարելի հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այնպես ինչպես օրինակ ունեն Թուրքիան եւ Հունաստանը։ Հիմա պետք է ասեն, որ Թուրքիան ու Հունաստանը ինչ եղբայրներ են, ընկերներ են, նույնիսկ բարեկամներ չեն, դաշնակիցներ են, այո, ՆԱՏՕ-ի շրջանակում։ ՆԱՏՕ-ի շրջանակում ընդհանուր տնտեսական մաքսային գոտու մեջ են, որովհետեւ Թուրքիան նույնպես միացել է Եվրոպական միության։ Մենք 30 տարի Ադրբեջանի հետ նույն անկախ պետությունների համագործակցության անդամ ենք։ Խնդրեմ։ Ապա անդամ ենք։ Կամ օրինակ կարող ենք ասել, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև են հարաբերությունները շատ լավ, իհարկե ոչ, բայց մենք տեսնում ենք, որ կառուցողական են, առևտուր է գնում, Ադրբեջանը միանում է Նախիջևանին Իրանի տարածքով, իսկ գիտեք նույն Թուրքիա եւ Հունաստանին եթե վերադառնանք, բազմամիլիարդանոց առևտար շրջանառություն է տեղ ունենում իրենց միջև։ Պարոն Բլեյան, տեսեք, երեք մեր հյուրը այստեղ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ինքը մի հետաքրքիր տեսակետ ասեց, որ քաղաքական իմաստով նոյեմբերի 9-ի 20 թվականի երակոմ հայտարարությունը օգոստոսի 8-ի արդեն 25 թվականի Վաշինգտոնյան երակոմ հռչակագիրը ըստ էության իրարից գրեթե ոչինչով չեն տարբերվում ու բացատրեմ ինչի դրամաբանությունը որն է։ Ասում եմ մենք այս 5 տարվա ընթացքում արեցինք մի ռազմավարական սխալ եւ խոսքը վերաբերում է հենց այդ տրանզիտին, որ Ադրբեջանից եկել է էլի Վրաստանով մտել է Հայաստանի Հանրապետություն։ Մենք ըստ պարոն Բաբայանի պիտի մեր ռեսուրսներով վարկային թեկուս միջոցների ներգրավմամբ պիտի սարքեինք Մեղրի ճանապարհը, մենք պիտի սարքեինք Ադրբեջանից այդ թովուզ գնացող այդ հատվածը երկաթգծային եւ այդ իմաստով, այսինքն բացեինք մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք եւ հիմա մենք չէինք ընկնի կախվածության մեջ օրինակ ամերիկյան կողմից։ Այն դեպքում, ասենք որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով ասում է, գիտեք, ինչ կայացած ճանապարհը տվեք, ես կսարքեմ, ես կշահագործեմ, հա, դες երևի մի բան կտամ կամ չէ։ Այսինքն արդյոք պարոն Բաբայանն ասում էր, որ մենք պետք է նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրագործեինք։ Չէ, ինքը ասում էր, որ օգոստոսի 8-ը առանձնապես չի տարբերվում նոյեմբերի։ Ես կարծում եմ ահռելի տարբերություն կա, բայց մենք չենք կարող համեմատել նոյեմբերի 9-ը ու օգոստոսի 8-ը, որովհետև մենք կարող ենք համեմատել դրանց որոշ ատրիբուտները։ Մենք կարող ենք օրինակ համեմատել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը օգոստոսի 8-ի այդ տարանցիկության հետ, որովհետև օգոստոսի 8-ը հիմնականում Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին է, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին է։ Նոյեմբերի 9-ը
արդեն Լեռնային Ղարաբաղի մասին էր։ Եվ միայն 9-րդ կետն էր, որ վերաբերում էր հենց բուն Հայաստանին։ Եվ այդտեղ էր ամենախնդրահարույցը, եւ ես ընդհանրապես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմնականում գրվում էր հետագայում ունենալով այն վտանգը, որպեսզի մի ական տեղադրվի Հայաստանի Հանրապետության պետականության տակ, որովհետև տրամադրել հերթական միջանցքը ռուս Լաչինում խաղապահներն էին, այստեղ կլինեն ԱԴՑ սահմանապահները, դա կնշանակեր, որ մի օր այնտեղ նորից կհայտնվեին ինչ-ինչ ադրբեջանցի էկոակտիվիստներ, ովքեր կբարձրացնեին ինչ-ինչ հորինված էկոլոգիական խնդիրներ, կփակեին այդ սահմանը, եւ մենք գիտենք, թե ինչ կարող էր տեղ ունենալ, այն ինչ տեղ ունեցավ Արցախի հետ, երբ այն Ղարաբաղացավ, նույն իրենք ուզում են Սյունիքի հետ անել, եւ հետագայում ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն գոյություն չէր ունենա։ Ինչալուց հողը նախապատրաստում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հետ կապված պարբերաբար այնց հրապարակումներ են լինում, որ դա ռեգիոնը թունավորում են, կես են կանում են։ Դա միանշանակ է եւ դա պլացդարմ էր Ռուսաստանի գործողություններում Ուկրաինայում, որովհետեւ իր նպատակը, նախագահ Պուտինի նպատակը Խորհրդային Միության վերակենդանացումն է, վերաձևավորումն է, վերաձևակերպումն է, իրագործումն է եւ Հայաստանը առաջին պտուղը պետք է լիներ, որը չստացվեց։ Երկրորդ պտուղը պետք է լիներ Ուկրաինան, որը դարձել է գլխացավանք իրենց համար, բայց եթե դա հաջողեր, մենք հասկանում ենք, չէ՞, ինչ շղթա տեղի կունենար։ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, այսպես շարունակ։ Հետո կանցներ միջինասիական երկրներին, հա, Կենտրոնական Ասիան, Ղրղստան եւ այլն։ Մենք կարող ենք ասել, որ մենք կարողացանք օգոստոսի 8-ով թաղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որովհետև այլևս մենք չենք խոսում, որ այնտեղ պետք է ընդհանրապես որևէ զինվորական սապոկ տեղակայվի։ Այ պարոն Բաբայանին ես կուզենայի հակադարձել, որ ըստ օգոստոսի 8-ի այնտեղ որևէ ռազմական ներկայություն չի լինի։ Եվ օգոստոսի 8-ի այդ ճանապարհը, օգոստոսի 8-ի տրամաբանության ներքո այդ ճանապարհը դա հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում է։ Այստեղ երկրորդ մտահոգությունը պարոն Բաբայանի ուղղակի փոխանցում քննարկում ենք, հա, ուղղակի ամենաթարմն էր այդ իմաստով։ Պարոն Բաբայանի մտահոգությունն այն էր, որ Թրամփի ուղու, այսպես այդ անունը այդպես ենք դրել, Թրամփի ուղու հետ կլինի այն, ինչ որ ժամանակին եղավ հայ-ռուս գազարդի հետ։ Այսինքն սկզբում 50-50 էր, հետո դառավ 80-50, հետո դառավ 90-50, հետո Հայաստան ասեց, վայ, գիտեք, ինչ կա, մենք ֆինանսական դժվարություններ ունենք, այս 10%-ն վերցրեք։ Այսինքն իր մտավախությունը դրա հետ էր կապված նաև։ Դե համենադեպս այսօր բազում երկրներ իրենք են փորձում գնալ համագործակցել Միացյալ Նահանգներին, բերել իրենց երկիր եւ այսօր օրինակ համեմատել դիցուկ Հարավային Կորեան, Հյուսիսային Կորեայի հետ, մեկը Միացյալ Նահանգների դաշնակիցն է, մեկը Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի դաշնակիցն է եւ մենք կարող ենք ասել, թե ով ում վասալն է դարձել։ Այսօր ասել օրինակ, որ Հարավային Կորեան ամբողջությամբ Միացյալ Նահանգների տերապետության տակ է, որ Միացյալ Նահանգներն այնտեղ անում է այն ինչ ուզում է, մենք չենք կարող ասել։ Իհարկե դա այդպես չէ։ Հակառակը մենք կարող ենք ասել Հյուսիսային Կորեայի մասին։ Մենք կարող ենք երկրների օրինակով տեսնել, թե արդյոք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունը բերում է այդպիսի մեծ կախվածության, ահռելի եւ աննորմալ կախվածության, ինչպիսին դա բերում է, երբ համագործակցում ես Ռուսաստանի Դաշնության հետ։ Երբ օրինակ նույնիսկ Իրանից գազատարաբերում հասցնում ես Հայաստան, վերջում դա դառնում է ռուսական։ Եվ մենք կնքեցինք այդ խայտարակ, կարծում եմ դարի խայտարակ տնտեսական պայմանագիրներ, որ կնքվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջև այդ գազային պայմանագիրը, որտեվ անպատկերացնելի ընդհանրապես որ նման պայմանագիր կարող էր կնքվել։ Ընդ որում կնքվեց այն ժամանակ, երբ հայ-ռուս գազարդի ղեկավարն այստեղ պայմանագիր չէր կնքվել, ուղղակի փոխանցման ակտ է ստորագրել։ Այո, ընդ որում ղեկավարն էլ Կարեն Կարպետյանն էր նախկին վարչապետ, ով հայտնի է որպես լավ մենեջեր, բայց փաստորեն իր լավ մենեջերության արդյունքում ճակերտներով Հայաստան այնքան ուրեմն պարկ կուտակեց, որ վերջին իր իշխանությունը գազային ոլորտի նկատմամբ հանձնեց Ռուսաստանին։ Եթե դա համարում են լավ մենեջերություն, ապա հետաքրքիր է թե վատը որն է։ Ունենք այն ինչ ունենք, բայց նույն այդ օգոստոսի 8-ը մեզ հնարավորություն է տալիս, որ հետագայում թուրքմենական գազը արդեն ներմուծվի Հայաստան։ Եվ այսօր գիտեք, որ ամենամեծ վախը, հա, այսպես ասած, որ հասարակությունը ունի, հա, կամ իշխանությունը մտահոգություն ունեն, դա հիմնականում գազային այդ կախվածությունն է Ռուսաստանի Դաշնությունից,
գազը կփակի կամ գազը կթանկացնի եւ այստեղ մենք հնարավորություն ենք ստանում։ Ընդ որում կենտրոնական ասիական պետությունները իրենք են տեսել հնարավորություն մեր օգոստոսի 8-ի կնքված այդ հուշագրի շրջանակներում նվազեցնել իրենց կախվածությունը։ Նույն Ղազախստանը ամեն անգամ խնդիրների է բախվում Ռուսաստանի Դաշնության կողմից տարանցիկության շրջանում եւ այս պայդրությամբ նա արդեն նոր սցենար է գործադրել, դա հենց այդ միջին միջանցքն է։ Այդ միջին միջանցքի մասին միայն Դոնալդ Թրամփը չէր խոսում, նախկին վարչակազմից Ջեյմս Օբրայենն էր խոսում, որ ասում էր միջին միջանցքի գործարկման համար մեզ պետք է որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կան համաձայնության, խաղաղություն կնքվի։ Շատ է, բայց միջին միջանցքի ամենամեծ շահառուներից մեկը ամենադեպ սկզբնական փուլում, երբ Միացյալ Նահանգները անգամ չէր էլ խոսում այդ մասին, եւ երբ այդ ծրագիրը գոյություն ուներ այլ անվանումով մեկ գոտի մեկ ճանապարհ, դա չինական ծրագիր է եւ այստեղ մենք կարող ենք խնդիր ունենալ, որովհետեւ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը, այսպես ասեմ, այնքան էլ հաշ չենք տնտեսական դաշտում եւ գործ ունենք մեծագույն երևի պատմության մեջ երևի ամենամեծագույն տնտեսական մրցակցության հետ եւ դա բնականաբար կարող է հանգեցնել ինչ-որ բայի շահերի բախումի եւ Աստվածերուպայի այդ շահերի բախումը կարող է տեղ ունենալ մեր գլխին։ Ես կարծում եմ հակառակը, երբ մենք խոսում ենք առողջ մրցակցության մասին, Միացյալ Նահանգների ու Չինաստանի մեջ առողջ մրցակցություն չկա։ Տեսեք, համանդեպս այդ մրցակցությունը, եթե տեղ ունենում Հարավային Կովկասում այս տարանցիկության պայմաններում, խոսքը չի գնում միայն մեկ երկաթուղու կամ միայն մեկ ճանապարհի կամ միայն մեկ խողովակաշարի մասին, այսինքն այստեղ բազում խողովակաշարեր, ճանապարհներ եւ գնացքներ կարող են կառուցվել, երկաթգծեր կարող են կառուցվել, հետեւաբար մրցակցություն, եթե Չինաստանը ուզում է օգտագործել այդ ճանապարհը, կողքը կարող է մեկ այլ երկաթգիծ կառուցել եւ օգտագործել, ես այստեղ թերապես չեմ տեսնում։ Հակառակը իհարկե կլինեն ինչ-ինչ խնդրահարույց, օրինակ նկատառումներ, Միացյալ Նահանգների կողմից, որ սա իմ Թրամփողին, այստեղ կարծում եմ բանակցության հարց է եւ ես այստեղ լուրջ մտահոգություններ կամ վախեր, ռիսկեր չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության համար։ Հակառակը ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանի Հանրապետությունը իր դիրքով վերջապես տասնյակ հարյուրավոր տարիների հետո Հայաստանը վերջապես դառնում է հետաքրքիր շահավետ երկիր այդպիսի երկրների համար, ինչպիսիք են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը։ Եվ հետո, եթե այնքան դա տագնապալից լիներ, կարծում եմ կենտրոնական ասիաները այդքան հանդգնություն չէին ունենա գնալ Չինաստանի շահերի դեմ, սպիտակ տուն, մի քանի օր առաջ եւ կնքել նմանատիպ համաձայնագրեր, որի ժամանակ Դոնալդ Թրամփը խոսում էր հենց օգոստոսի 8-ի կնքված համաձայնագրից։ Եվ դա բերում էր, այսինքն մեկը մյուսին կապվում է։ Ես կարծում եմ ոչ։ Կարծում եմ ամենամեծ խնդիրը, որ ունի, դա Ռուսաստանի Դաշնությունն է, բայց տնտեսական առումով էլ նույնիսկ նա կարող է օգտվել։ Եթե խոսում ենք Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերից, իհարկե դա վտանգ է իր համար, որովհետև բաց սահման Թուրքիայի հետ կամ հարաբերված արդեն կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի հետ, դա ի վերջո կնշանակի, որ Թուրքիայի սահմանը պետք է բացվի։ Ի վերջո մենք պետք է ասենք, թե ինչ գործ ունեն այնտեղ թուրք ներողություն ռուս սահմանապահները կամ օրինակ Իրանում ռուս սահմանապահները, որ կանգնած են, իրենք իրանցիներին են պաշտպանում մեզնից հայերից, թե մեզ են պաշտպանում իրանցիներից։ Հետևաբար բնականաբար, որ մենք պետք է ասենք, որ շնորհակալություն ձեր ծառայության համար եւ ինչպես ճանապարհեցինք ուրեմն Զվարթնոց օդանավակայանից, նույն կերպ պետք է ճանապարհենք նաեւ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններից։ Իրանի անցակետից էլ ենք ճանապարհել։ Իրանի անցակետից էլ ենք, ընդ որում այս տարվա հունվարի 1-ից պայմանավորություն կար, որ 50-50% բաշխվածությամբ պետք է սահմանը հսկվի արդեն թե հայ-թուրքական եւ հայ-իրանական, ընդ որում մենք ամբողջությամբ հայ-ադրբեջանական սահմանից ենք իրենց ճանապարհել։ Եվ որքան իրենք հեռացել են, այդքան այդ տարածքը դարձել է ավելի անվտանգ։ Սա շատ կարևոր է։ Հակառակ պնդում կա։ Սա շատ կարևոր է։ Ալիևը մեզնից ինչ ուզել է մենք տվել ենք, դրա համար կրակելու կարիք ես չգիտեմ։ Ինչ են ուզել օրինակ Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչ ուզել է համանadepս բարի կամքով, մեր կողմից տրվել է միայն այնքանով, որքանով դա համապատասխանում է միջազգային իրավունքին։ Այսինքն այնպես չէ, որ Ադրբեջանն ուզեց ու մենք մեր դիրքերը ջերմուկյան շրջանում տվեցինք իրենց, ոչ եղել է պատերազմ, եղել է բռնկում, պոռթկում,
Եվ մենք կարողացել ենք պահել այնքանը, որքան կարողացել ենք։ Բայց մնացած տեղերում օրինակ Իրանցի հատվածը ես ինքս գնացել եմ, տեսել եմ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ միասին էինք մենք մի խմբով, դա ամենաանվտանգ շրջաններից մեկն է ադրբեջանական սահմանի։ Որն է այդ խնդիրը։ Այսինքն երբ երկու առանձնատուն է լինում եւ իրենք ունեն ցանկապատ եւ ամեն անգամ խնդիրներ են առաջանում եւ վերջապես ինչ որ մի սահմանի շուրջ երկու հարևաններով կարողացել են համաձայնեցնել, որ եկեք այս ցանկապատը այստեղ դնենք, դա նշանակում է, որ արդեն երկու կողմներ գիտեն, որ սա վերջ, սա է։ Դեռ չգիտեն իմիջիայլուց, դեռ չգիտեն, քանի որ այդ թեման բացեցինք, տեսեք, մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում էր արել, որով պնդել էր, որ սահմանագծման եւ սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվելու օկուպացված այդ շրջանները եւ Արցվաշենը այդ թվում։ Սա միանգամից, այսպես կայծակնային արագությամբ նոր նարատիվի թեմա տվեց, որ իշխանությունները այս ձևով հանրությանը փորձում են նախապատրաստել նրան, որ մենք տալու ենք անկլավները, այսպես կոչված ադրբեջանական անկլավները, որոնց հետ կապված իմիջիայլուց վարչապետը մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, խոսել է, ասել է, որ որևէ իրավական հիմք չենք տեսնում, ինչի են այդ հատվածները նկարվել ադրբեջանական ԽՍՀ-ի։ Տեղի ունենա պետք է հանրակրվեով տեղ ունենա նաև։ Հա, նաև պիտի հանրակրվեով։ Ես ուզում եմ հասկանալ, ասենք այդ տրամաբանությունը, երբ ասում են մենք Արցվաշենը վերադարձնելու ենք։ Ահա, ուրեմն Տիգրանաշենը տալու եք։ Այդ տրամաբանությունը որտեղից է։ Ես թարապես կողմնակից եմ, որ այդ անկլավները փոխանակվեն։ Այսինքն ոչ թե մենք Արցվաշենը վերցնենք եւ ենթադրենք այդ 3 անկլավները վերադարձվեն Ադրբեջան եւ մենք դիցուկ Եղեգնաձոր գնալուց, Վայոց ձոր գնալուց անցնենք Ադրբեջանով։ Իհարկե շատ լավ կլիներ, որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ այնքան բարիդրացիական լինեին, որ մենք նույնիսկ չնկատեինք։ Հիմա եվրոպական միության երկրներով երբ դու շրջագայում ես, դու այնքան չես նկատում, որ դու սահման ես անցել երբեմն։ Տեղեր կան, որ մի ռեստորանը գտնվում է երկու սահմաններում, այսինքն ռեստորանը մի մասը մի երկրում է, մյուս մասը մի երկրում է։ Դե իհարկե մենք դեռ հեռու ենք նման հարաբերությունից Ադրբեջանի հետ։ Հետևաբար նաև ով ասաց, որ անկլավների ընդհանրապես քննարկման հարցը այսօրվա հարց է։ Ես կարծում եմ դեռ դրան մենք կգանք, որովհետև այլ հարցեր դեռ ունենք քննարկելու, ի վերջո երբ կհասնի արդեն դելիմիտացիայի, դեմարկացիայի process անկլավներին, այդ ժամանակ միգուցե մենք արդեն այնպիսի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, որ կկարողանանք ավելի կառուցողական տեսնել Ադրբեջանին, այսինքն Իլհամ Ալիևին, եւ ի վերջո մենք չգիտենք այլ շուտ կլինի այնտեղ Իլհամ Ալիև։ Մենք օրինակ 2017 թվականին մեկը պատկերացնում էր, որ այստեղ չի լինի այլևս հանրապետական կուսակցության իշխանություն, Ռոբերտ Քոչարյանի իշխանություն, Դաշնակների իշխանություն։ Դժվար է տրամաբանական էր, մի օր պիտի լիներ։ Դժվար է պատկերացնել, ի վերջո Ադրբեջանում էլ չէ մի օր պետք է դա լինի։ Այդ ես այդքան վստահ չէի լինի։ Ես էլ 17 թվականին վստահ չէի Հայաստանի համար։ Ես հույս ունեմ, որ ի վերջո դա տեղի կունենա Ադրբեջանում, բայց դա Ադրբեջանի ներքին գործն է։ Իհարկե, Հայաստանի շահերից է բխում, երբ դու ժողովրդավարական երկրի հարևանների հետ ես ապրում, բայց մենք ունենք այն ինչ ունենք, մենք չենք կարող այսօր օրինակ պահանջել Իրանից, որպեսզի կախախան չհանեն դաջվածք ունեցողներին։ Ունենք այն ինչ ունենք, մեր ռազմավարական գործընկերներ, մենք պետք է համագործակցենք։ Այնպես չէ, որ ես շատ մեծ ուրախություն հետևում եմ այն process-երին, որոնք տեղ ունենում Վրաստանում, բայց մենք ունենք այն ինչ ունենք, մեր ռազմավարական գործընկերները, մենք պետք է ավելի սերտացնենք, որովհետև իրենք մեր պատուհանն են։ Նույն կերպ Թուրքիան եւ Ադրբեջանը, մենք ուրիշ հարևաններ չունենք։ Սա է մեր հարևանը։ Մենք կարող ենք ընտրել, թե ում հետ համագործակցենք հարևանության շրջանակից դուրս։ Ռուսաստանն է, Չինաստանն է, Եվրոպական միությունն է, Միացյալ Նահանգները, Արաբական աշխարհը, մյուսը, բայց այս 4 երկրները մեր անմիջական հարևաններն են։ Հետևաբար մեր կարևոր գործառույթներից մեկն է այս 4 սահմանը բացել, պահել բաց եւ հարաբերությունները կառավարելի։ Եվ խոսքը չի գնում բարեկամության, ընկերության, եղբայրության մասին։ Խոսքը գնում է փոխշահավետ համագործակցության մասին։ Այսինքն Ադրբեջանի հետ բերել այնպիսի տնտեսական պայմանավորվածությունների, որ նույնիսկ եթե Ադրբեջանի հիվանդ գլխով անցնի կամ ավելի շուտ Իլհամ Ալիևի գլխով անցնի, որ պետք է բռնի ուժով ինչ որ մի բան վերցնել,
Նա չկարողանա այդ քայլին գնալ, որտեղ հասկանալու որ այնքան միջազգային ներկայացվածություն կա, որ գնալով դրան դու գնում ես քո բարեկամ կենտրոնասիական երկրների շահերին, որ գնալով ռազմական գործողությունների դու գնում ես Միացյալ Նահանգների շահերին, նույնիսկ Չինաստանի շահերին։ Սա է կարևորը, Թուրքիայի շահերին։ Մենք չենք խոսում Թուրքիայի շահերից, բայց Թուրքիան շահառու է այս ամենը։ Ի վերջո այդ ամենը անցնելու է կամ Վրաստանով կամ Թուրքիայով։ Եվ Վրաստանից ընդհանրապես նույնն է գնալու է էլի Թուրքիա, եթե ցամաքային։ Եթե ցամաքային է Թուրքիայով պետք է գնա։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան շահագրգռված է այս առումով։ Եվ ես չեմ հասկանում այդ հիվանդագին մոտեցումը, որ այ եթե թուրքերը պետք է շահեն, ուրեմն պետք է դրան դեմ գնանք։ Բայց երբ դու գնում ես դրան դեմ, դու նաև քո շահերին ես դեմ գնում։ Որտեվ ինչն է վատ, օրինակ, որ Հայաստանը մաքսատուրք է գանձելու թուրքմենական գազի տարանցողիկությունից։ Ինչն է դրա վատը։ Հələ հակառակը մենք էլ կարող ենք արդեն սկսել դառնալ գնորդը։ Նվազեցնենք այդ 100%-անոց կախվածությունն ու սպառողական առումով 100%-անոց կախվածությունը Ռուսաստանից կամ Իրանի հետ մի ձևաչափ գտնենք այդ սանկցիաներից էլ կարողանանք ձերբազատվել, որպեսզի իրանց գազն օգտագործենք։ Այսինքն ես գիտեք, իրականում այն շրջանակները, ովքեր մտահոգություններ են բարձրացնում, իհարկե կան նրանց մեջ նաև մարդիկ, ովքեր միգուցե տեղեկացված չեն, դա նորմալ է, բայց հիմնական այն քաղաքական գործիչները, այն փորձագետները, պսևդո փորձագետներն ու մեկնաբանները քաղաքական, իրանք հիմնականում պատվեր են կատարում, որտեղ իրենց համար պետք է կոնֆլիկտ լինի Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում կոնֆլիկտ նշանակում է իրենց գոյությունը արդարացված է։ Հայաստանի Հանրապետությունում թե Հայաստանի Հանրապետության շուրջ։ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության շուրջ, Հայաստանի Հանրապետության սահմաններին, երբ Իսրայելը իրանական վերջին ուրեմն բախման ժամանակ օրուգիշեր եկեղեցիում մոմ էին վառում, որ այ Ադրբեջանը պետք է հարձակվի Հայաստանի վրա։ Ափսոս դա տեղի չունեցավ, որտեվ իրենց նպատակը իշխանություն վերցնելն է, իրենց նպատակը Հայաստանը բելարուսացնելն է։ Եվ երբ ասում եմ իրենց, դա չի նշանակում հենց իրենց եւ իրենց տերերի հյուսիսում։ Դա այնքան ակնառու է, ես նույնիսկ չգիտեմ էլ մեկ-մեկ ես զարմանում եմ, ասում եմ, լավ, Ռուսաստանն էլ ինչ պետք է ասի, էլ ինչ պետք է անի, էլ ոնց իր մեսեջն ուղարկի, թե իր պաշտպանության նախարարի շուրթերի միջոցով, թե իր ԱԳՆ խոսնակի միջոցով, որպեսզի Հայաստանի այդ շրջանակը հասկանան, որ Ռուսաստանը չի ճանաչում հայերի պետություն ունենալու իրավունքը եւ ոչ միայն հայերի։ Այսինքն նախագահի օգնականը ասում է, որ խորհրդային միությունները ոչ իրավաչափ ձևով են դուրս եկել խորհրդային միությունից։ Հանրապետություններ։ Այո։ Այնինչ խորհրդային միությունն ինքն է փլուզվել։ Եվ այնքան եւ թարապես չեն խոսում, որ խորհրդային միությունը ինքը օկուպացնում էր այդ տարածքները։ Ի վերջո մենք պետք է խոսենք օկուպացիայից, թե չէ։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության անկախությունը ինչպես անկախ 11-րդ Կարմիր հարվածային բանակն է մտել Երևան Դիլիջանից։ Ի վերջո ինչպես եղավ։ Ոնց մենք հոժարական ասացինք, մենք ուզում ենք մտնենք, դառնանք խորհրդայնացվենք, ինչպես օրինակ մեր պատմության գրքերում էին գրում, Հայաստանը խորհրդայնացվեց։ Ոչ, Հայաստանն օկուպացվեց, որի արդյունքում խորհրդայնացվեց։ Սա է տեղի ունեցել։ Եվ հետագայում մենք գիտենք, թե ինչեր էին տեղի ունենում մեր ինտելիգենցիայի հետ, ինչ մորթոցեր տեղի ունենում։ Դե դժբախտության մեջ մենք միայնակ չենք եղել, մենք ապրել ենք այդ ժամանակաշրջանը, պետք է առերեսվենք մեր պատմության հետ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հանրապետության կուսակցության քարտուղար Արնոլդ Բլեյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։